Բարեվարկության եզրակացությունները խորհրդատվական բնույթ ունեն, ընդունվում և մշակվում են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։ Դրանք ուղղորդում են եւ որոշակի առումով նաեւ որոշում կայացնողներին ենթադրվում է, որ պիտի օգնեն իրենց որոշումների ընթացքում այս կամ այն անձին, այս կամ այն պաշտոնին նշանակելու համար, իհարկե պաշտոնների խումբը եւս օրենքով նախատեսված է։ Սյուզաննա Սողոմոնյանը նշում է, ինստիտուտի գործարկման պահից մինչ այսօր դեռ կան մի շարք խնդիրներ, այդ թվում արդյունավետությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը։ Նախորդ տարի Արդարադատության նախարարությունը նախաձեռնել էր քննարկում, որի շրջանակներում այդ թվում նաև մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, փորձագետների հետ քննարկում էր բարեվարկության եզրակացությունների հրապարակայնության հարցը։ Առաջարկվում էր մի քանի սցենար, որոնցից մեկը վերաբերում էր եզրափակիչ մասի հրապարակմանը։ Մասնագետի դիտարկմամբ նպատակահարմար է, որ հրապարակայնությունը ապահովվեր գոնե եզրափակիչ մասերի համար, որպեսզի հնարավորություն լիներ գնահատել այդ ինստիտուտի արդյունավետությունը։ Մենք իհարկե հասկանում ենք եւ ծանոթ ենք իրավասու մարմինների այն դիրքորոշմանը, որ բարեվարկության եզրակացությունները չեն հրապարակում այն պատճառով, որ դրանում որոշակի տեղեկատվություն է ներառում, որը կարող է լինել ինչպես անձնական բնույթի, այնպես էլ գուցե զգայուն թեմաներ շոշափեն այդ թվում անվտանգության, նայած այն ըստ անձի, ով իրական անցնում է այդ ստուգումը։ Այս պատճառով էլ այս փուլում խոսվում է եզրափակիչ հատվածի հրապարակման հարցի մասին։ Միևնույն ժամանակ որոշակի պաշտոն ստանձնելիս անձը պետք է գիտակցի, որ իր շուրջ հնարավոր է քննարկումներ սկսվեն հանրությունում։ Լինում են դեպքեր, մամուլում արդեն կան մի քանի հրապարակումներ աղմկահարույց գործերով, երբ անձիկ հանձնաժողովի կողմից ստացել են բացասական եզրակացություն, բայց այդուհանդերձ դա որոշում կայացնողներին չի կաշկանդել եւ վերջիններս նշանակվել են բավականին բարձր պաշտոնների եւ այստեղ հարց է առաջանում այդ ինստիտուտի արդյունավետության մասին։ Մարմինը տվել է բացասական եզրակացություն եւ որոշում կայացնելիս դա պետք է հաշվի առնել։ Մամուլի հրապարակումներին հետևելով էլ կարելի է հասկանալ, թե բացասական եզրակացություն ստացածներից քանիսն են նշանակվել, ասաց մեր զրուցակիցը։ 2020 թվականից մինչ օրս հանձնաժողովի կողմից տրվել է շուրջ 1800 բարեվարկության եզրակացություն, ընդ որում դրանցից 127-ը ընթացիկ բարեվարկության ուսումնասիրություն անցնող անձանց վերաբերյալ են։ Ամեն տարի հանձնաժողովի կողմից տրված կիսամյակային հաշվետվություններում ու տարեկան հաղորդումներում առկա է վիճակագրություն հանձնաժողովի կողմից տրված բարեվարկության եզրակացությունների վերաբերյալ։ Պետք է նշեմ, որ նախորդ տարիներին վստահաբար կարող եմ ասել, որ հակակոռուպցիոն կոմիտեում բացասական եզրակացություններով նշանակումների դեպքեր առկա չեն։ Դատական դեպարտամենտում ի տարբերություն նախորդ տարիների տենդենսը նվազել է, այսինքն դեպքերը բացասական եզրակացություններով նշանակումների բավականին համեմատաբար քչացել են։ Աղավնի Պետրոսյանը նշում է, բացասական եզրակացությամբ նշանակումները ավելի շատ են դատախազությունում։ Ընդ որում, այստեղ բացասական եզրակացությամբ նշանակումները գրանցվում են ոչ թե դատախազության թեկնածությունների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց, այլ հենց առաջխաղացման ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց, այսինքն գործող դատախազների դեպքում։ Քանի որ եզրակացությունների եզրափակիչ մասերը հրապարակային չեն, ուստի հանրությունը տեղեկացված չէ ամբողջ գործընթացին եւ նաեւ դրանց արդյունքներին։ Հանձնաժողովի առաջարկությամբ եզրակացության եզրափակիչ հատվածները հնարավոր է հրապարակային դարձվեն։ Աղավնի Պետրոսյանի խոսքով բարեվարկության ուսումնասիրության գործընթացը զտիչ գործիք է։ Այն կարող է կանխարգելել ռիսկային անձանց մուտքը այս կամ այն պետական պաշտոններ կամ այդ պաշտոններում նրանց առաջխաղացումը։